Քանդում էին այն տարածքը, որտեղ բոլորը մեծ են։ Չեն կարողանում փախնեն։ Ձերքու ոտ էին անում դնում էին դուրս կամ մահճակալով էին անում դուրս։ Ասում են գնացեք, մենք ձեզ կկանչենք։ Հետո դա հետաքրքիր բան էր, գիտեք, չէ, մենք փաստաթղթերով չենք փախել, առանց փաստաթուղթ ենք դուրս փախել։ Իմ փոքր տղա ունեի ես։ Դուրս եմ փախել, ես բաժանված էի։ Մնում էի երկու տատիկ էի խնամում, երկու տատիկ, այսինքն տատիկի տատիկ եւ տատիկ։ Իմ հորական կողմի հորաքույրը իր մոր հետ, որոնք չունեին ժառանգներ եւ այդ տունը պետքա ժառանգեր իմ հայրս։ Պատահական ավտովթար եղավ իմ հորս այդ դեպքից հետո իմ հայրս մահացավ, մենք չհասկացանք էդի դիտավորություն էր թե պատահականություն էր։ Մնացինք անօթևան։ Այն մարդիկ, ովքեր չեն արձագանքում, նրանք ափախել են արտասահման, որտեղ գիտեք հարձակումներ էր լինում մեզ վրա։ 7 օր դուրսն եք մնացել, որևէ մեկը չի մոտիկացել, ասել ես ինչ բանով օգնեմ, բնակարան հատկացնենք գոնե ժամանակավորապես, որ դուք ժամանակավոր կացարան չի տրվել, տրվել է չնչին գումարներ այն մարդկանց, ովքեր որ համաձայնվել են, իսկ ովքերս որ բողոք հարկել ենք, թղթերը պատահաբար անհետացել է տարածքից։ Այսինքն որտեղ որ քանդեք, իրանք մաքուր էին։